Դատավարության կողմերից միայն մեղադրյալ Խաչատուր Գասպարյանի պաշտպան Արտակ Հախինյանը համաձայնեց խոսել գործի մասին։ Նրա խոսքով գործը խնդրահարույց է, ենթադրյալ կաշառք տվողը կա, վերցնողը չկա։ Ենթադրյալ կաշառքի գումար հանդիսացող գումարը X-ից հետ է վերադարձվել։ Այսինքն, եթե նույնիսկ նման նպատակ եղել է, նպատակին չի ծառայել, որը մեկին չի տրվել, իսկ մեղադրական եզրակացությունը կազմվել է քննիչի դատախազի կողմից, իրեն մեղադրող կողքին իրանց ոնց ձեռնտու եղել ինքնս կազմել են։ Հակակոռուպցիոն կոմիտեն պարզել է, որ Դոնմալ ընկերության տնօրեն Արթուր Մանվելյանը եւ վերջինիս ընկերը Խաչատուր Գասպարյանը միջոցներ եւ ուղիներ են փնտրել վերոգրյալ հարցը ընկերության օգտին լուծելու համար եւ քաջատեղյակ լինելով, որ Աշոտ Կարապետյանը մտերիմ հարաբերությունների մեջ է համապատասխան դատավորների հետ, դիմել են նրան։ Կարապետյանը բանակցություններ է վարել դատավորների հետ, ովքեր խոստացել են 10,000 ԱՄՆ դոլար կաշառքի դիմաց ապօրինի գործողություններով իրականացնել հիշյալ ընկերության հայցի բավարարումը, ինչի մասին Աշոտ Կարապետյանը հայտնել է Արթուր Մանվելյանին եւ Խաչատուր Գասպարյանին։ Դատավարության մասնակիցներից մեկը Factor TV-ի հետ զրույցում նշեց. մեղադրական եզրակացությունում խոսքը մեկից ավելի դատավորների մասին է, սակայն նրանց անունները չեն բացահայտվում։